3 մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, այսօր մարտի 12-ին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Հայաստանի անունից եթե Փաշինյանի փոխարեն ելույթ ունենային Ալիևը, Բայրամովը, Բյուլբուլօղլին, չի բացառվում, որ հակահայկականությունը ավելի զուսպ լիներ։ Օրինակ Ալիևը հաճախ է իր երկրում ելույթ ունենալիս ծաղրում Նիկոլ Փաշինյանին, բայց այդ ծաղրը դրսի ամբիոններում չկա, ավելի զուսպ է։ Նիկոլ Փաշինյանը, երբ դրսի ամբիոններում պետք է խոսի իր հայաստանյան ընդդիմախոսների, եկեղեցու մասին, հակաարցախյան թեզեր տանի, առավել անզուսպ է։ Վստահեցնում եմ ձեզ, Եվրախորհրդարանի ամբիոնից անհնար է Փաշազադեն ամենայն հայոց կաթողիկոսի մասին ասի եկեղեցու պետը։ Նրանք այդպես չեն ասի, բայց նրանք կուրախանան, որ նման խոսույթ լինի, կվճարեն անգամ դրա համար, կքաջալերեն, կհանձնարարեն։ Ես զարմացած չեմ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հակապետական, հակահայկական, ինչպես շատերն են բնորոշում, դավաճանական ելույթով։ Ես պարզապես տագնապում եմ, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի ամենակենտրոնում պաշտոնավարում է մի կառավարություն, որը ավելի մեծ գործ է անում մեր թշնամիների համար, քան հենց իրենք թշնամիները։ 67 տարի Եվրոպական խորհրդարանը գործում է։ Այնտեղ ելույթ ունեցող տարբեր երկրների ընդդիմադիրները այո կարող են քննադատել իրենց երկրների իշխանություններին տարբեր հարցերում, բայց երբ երկրի ղեկավար աշխատողն է քննադատում իր երկրի ինստիտուտները, ժողովրդին, միակ հարցը մնում է տալ, բա այդ երկրում դու մնում ես որ ինչ անես։